2026-ի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.4%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Աճ է արձանագրվել տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում։ Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում 20.5%։ Բարձր ցուցանիշ է արձանագրել նաև արդյունաբերությունը 17.2% աճով։ Արտաքին առևտրի ոլորտում աճը կազմել է 9.3%, ծառայությունների ոլորտում 7.2%, իսկ առևտրի ոլորտում 3.3%։ Հայաստանի բյուջեն 2025 թվականի արդյունքներով կատարվել է ՀՆԱ-ի 3.7% դեֆիցիտով, ինչը համապատասխանում է 2024 թվականի մակարդակին եւ ցածր է ՀՆԱ-ի 5.3% պլանային թիրախից։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մարտի մակրոտնտեսական տեսության մեջ։ Ինչպես նշում են բանկի վերլուծաբանները, հարկային եկամուտների 14% աճի պարագայում ծախսերն աճել են 11.8%-ով։ 2026-ի հունվարին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է $499.4 միլիոն։ Ռուսաստանին բաժին է ընկնում 2026-ի հունվարին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 69%-ը։ Միևնույն ժամանակ Հայաստանից արտերկիր է փոխանցվել $330.3 միլիոն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք առանցքային թեմաների շուրջ, մասնավորապես 2025-ից 30 թվականների արտահանման ռազմավարության, միջազգային շուկաներում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների, ներդրումային քաղաքականության եւ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական նավթի ներմուծման մշտական արգելքի առաջարկը։ Օրինագիծը, որը նախատեսվում էր ներկայացնել ապրիլի 15-ին, այժմ հանվել է օրակարգից։ Հետաձգման հիմնական պատճառը մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակն է, ինչը շարունակում է անկայունություն մտցնել էներգետիկ շուկաներում։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից հետո խաթարվել են մատակարարումները, իսկ Հորմուզի նեղուցի շրջափակումը սրել է իրավիճակը։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է մեխանիզմ, որը թույլ կտա վերահսկել ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների արժեքը փոխադարձ առևտրի շրջանակում։ Նոր կարգավորմամբ հաջորդ տարվանից ավելացված արժեքի հարկը հաշվարկելիս հիմք պետք է ընդունվի շուկայական արժեքին համապատասխան գինը, որը որոշվելու է համադրելի գործարքների հիման վրա։ Եթե հայտարարագրված գինը ցածր լինի սահմանված նվազագույնից, հարկային մարմինները կկարողանան այն ճշգրտել հարկային նպատակներով։ Գերմանիայում վառելիքի գները շարունակում են արագ աճել Իրանի շրջակամարտության սրման ֆոնին։ Բենզալցակայաններում գները միջինում աճել են մոտ 30 ցենտով 1 լիտրի դիմաց, հասնելով գրեթե 2.5 եվրո որոշ տեսակի վառելիքի դեպքում։ Գների այս աճը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք եվրոպական երկրներում վառելիքն ավելի մատչելի է։ Մոլդովան էներգետիկ ոլորտում 60 օր ժամկետով արտակարգ դրություն է սահմանել։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վուլկանեշտի Իսակչա էլեկտրաէներգիայի ներկրման հիմնական գիծն անջատվել է Ուկրաինայի հարավում գտնվող ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով։ Իշխանությունները հայտարարել են երկրի էներգետիկ անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների մասին։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի չափը կվերանայվի։ Որպես հիմնավորում առաջ է քաշվում այն հանգամանքը, որ աշխատավարձի ներկայիս չափը համարժեք չէ դատավորների բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեությանը բնորոշ պատասխանատվության ծավալին։ Մասնավորապես առաջարկում ենք Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են 12 տարի, հավելավճարը կգործի առավելագույնը 11 տարվա համար, սկսելով կիրառվել պաշտոնավարման երկրորդ տարվանից։ Այն կաճի փուլային սկզբունքով, երկրորդ տարում կազմելով 20%, երրորդում 35%,
տոկոս, իսկ 4-րդ տարվանից սկսած ամեն տարի ավելանալով եւս 10%-ով։ Ընդ որում հաշվարկներում կներառվեն նաեւ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կուտակված աշխատանքային տարիները։ Նշեմ, որ 2026 թվականի համար Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 միլիոն 775 հազար 40 դրամի ծախս։ Տպագիր մամուլը շարունակում է զիջել իր դիրքերը թվային հարթակներին, հատկապես պաշտոնական ծանուցումների ոլորտում։ Նոր առաջարկով նախատեսվում է վերացնել պարտադիր պահանջը նման տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ։ Փոխարենը ծանուցումները կհրապարակվեն ազդարար.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կառույցների պաշտոնական ինտերնետային էջերում։ Առաջարկվող կարգավորումների արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրինակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներից բխող տեղեկությունների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման առնչվող հայտարարությունների հրապարակումները ազդարար.am պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակմամբ։ Միաժամանակ բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային եւ նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները կիրականացվեն համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու ձևաչափով։ Վերջին տարիներին զգալի աճ է գրանցվել բանկային գաղտնիք պարունակող տվյալների ստացման եւ առգրավման որոշումների քանակում։ Սա մեծացրել է թե ժամանակային, թե ռեսուրսային բեռը, դժվարացնելով ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը։ Արդյունքում հաճախ երկարաձգվում են պահանջվող տեղեկատվության տրամադրման ժամկետները։ Խնդիրը լուծելու համար բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով կնախատեսվի նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ։ Հիշյալ գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն։ Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան տվյալները էլեկտրոնային եղանակով ստանալը, առգրավելը չի նշանակում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով։ Նոր կարգավորումների ընդունման դեպքում կստեղծվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որի միջոցով կիրականացվեն տվյալների առգրավման գործընթացները։ Ազգային ժողովը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանից էմիրություններ արտահանվող 270 ապրանքատեսակներից 217-ի համար կսահմանվի ներմուծման արտոնյալ ռեժիմ։ ԵԱՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրն էլ ուղղված է փոխադարձ առևտրի պարզեցմանն ու խթանմանը։